Մենք բազմիցս ենք փաստերով անդրադարձել Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման կողմից ֆեյքերի կիրառմանը համացանցային տիրույթում, որոնք բավականին հմտորեն են աշխատում եւ հաճախ դժվար է տարբերակել դրանց իրական օգտատերերից, բայց իրենց տերերին սուրբ կով ներկայացնելու մոլուցքը, որի մոտիվացիան ամենևին էլ քաղաքական գաղափարները չեն, այլ 100 հազարավոր դոլարները, արդեն սկսել են իրենց իսկ լեզվամտածելակերպին բնորոշ բառախլիտ անել, որովհետեւ եթե նախկինում ֆեյքերը թիրախավորում էին կոնկրետ հրապարակումներ, ապա հիմա այդ ֆեյքերի հետևում մարդիկ չեն, բոտեր են աշխատում ավտոմատացված, ինչը հավանաբար ավելի էժան է նստում մեր ձևովի վրա։ Օրինակ, Ֆրանսիայում գտնվող Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլայի նկատմամբ կալանք դնելու վերաբերյալ մեր երեկվա հրապարակման տակ մեր ձևովի բոտերը այնպիսի մեկնաբանություններ են թողել, որոնք կապված են մեկ այլ լուրի՝ Կարապետյանին իր հոր գերեզմանին այցելելն արգելելու հետ։ Ի դեպ, ըստ արհեստական բանականության, բոտերի ալգորիթմն աշխատում է բանալի բառերով, այսինքն ավտոմատացված են նախապես տրված հանձնարարականով, եւ այս դեպքում նրանք շփոթվել են, որովհետեւ հավանաբար Կարապետյանի անունը կամ նկարը, այսպես ասած, բանալի կամ կոդ է դրանց համար։ Ի դեպ, ըստ արհեստական բանականության, ChatGPT-ի տվյալ գործելակերպը հենց իրեն է բնորոշ։ Եվ այս դեպքում հարց է առաջանում՝ Նարեկ Կարապետյանի մոտ տաքսի վարելուց է նման փառահեղ մտքեր ծնվում, երբ ասում են, որ գործարաններ են կառուցելու, խոսքը ֆեյքերի գործարանների մասին է։ Ինչպես ասել է քաղաքական մտածող Հաննա Արենտը, տոտալիտարիզմը չի ոչնչացնում խոսքը, այլ դատարկում է այն իմաստից։